Բարև ձեզ, իմ անունը Արմինե Պետրոսյանն է, ես Հայ Ձմեռ Պապ լրագրողական բարեգործական հիմնադրամի տնօրենն եմ։ Ես ողջունում եմ տիկին Վարդուհի Վիկի Բաղդասարյանին։ Ձեր մասին ինձ պատմել է Իրեն Ձադորյանը, որը մի 10 օր առաջ գտնվում էր Երևանում և որը մեր հիմնադրամի Հայ Ձմեռ Պապի լավագույն բարեկամներից մեկն է և երկու ծրագրերի հավեսին սենյակների ցանց և ոսկի սերմեր կրթամրցանակներ ծրագրերի հովանավորներից մեկն է։ Նա ասաց տիկին Վարդուհի, որ դուք ուզում եք հովանավորել որևէ ընտանիքի, որը պատերազմի հետ կապված կորուստներ է ունեցել, դժվարություններ է ունեցել, և ես անմիջապես մտածեցի այս փայլուն ծրագրի մասին։ Ուրեմն կազմակերպությունը կոչվում է Քայլ Տեք, ես հիմա կծանոթացնեմ կազմակերպության երկու կարկառուն ներկայացուցիչների ղեկավարների հետ ձեզ, կարելի է խնդրել Դավիթ ջան, որ ես կողմ գամ, շատ հայտնի երկու Դավիթները, այս կողմ Դավիթ ջան, ուրեմն որոնք շատ մեծ գործ են արել վիրավորների վերականգնողական աշխատանքները իրականացնելու մեջ և հարցում, և բացի դրանից մի փայլուն, ուրեմն կարծում եմ, որ կարող եմ գյուտ անվանել, չէ։ Ինքը պատնդավորված է որպես գյուտ են արել, որի իրականացման մեջ էլ ուզում ենք ներդնել ձեր փոխանցումը։ Ուրեմն, երբ Իրենը Երևանում էր, մենք միասին գնացինք և գումարը դրեցինք Հայ Ձմեռ Պապ բարեգործական հիմնադրամի հաշվի վրա, այդ գումարը ես կփոխանցեմ Քայլ Տեք կազմակերպությանը։ Հիմա ես պիտի խնդրեմ Դավիթներին, որ ներկայացնեն այդ գործիքը, որը պիտի կատարելագործվի և որը պիտի ներկայացվի։ Ուրեմն, սիրելի տիկին Վարդուհի, փոխանցում եմ ձեր թերթոնը իրենց, կծանոթանամ, կարծում եմ, որ դուք ինքներդ կապ կհաստատեք։ Հիմա ես փոխանցեմ հեռախոսը մեր գործընկերոջը և թող Դավիթներին Պիտի ես անպայման սենց լավ նեղ խաղ։ Հասմալարություն ունեցող մարդիկ, որ իրենք չեն կարողանում քայլել, կայնած ֆիքսել։ Սովորաբար դուք կանգնած տեղից մի անգամից հայտնվեցիք սարքին, մենք նստած տեղից, ոտքերի դնում են, իրանք արդեն ոտքերի դնում են, ձեռքերի օգնությամբ ու ձգում բարձրանում կանգնում ենք ստեղից ֆիքսում։ Հարմար է։ Հիմա դուք կանգնեք։ Շատ հարմարավետ է այս պահին։ Ձեռքերը բարձրացրեք։ Այս ընթացքում ինքը շատ հարմար կանգնած է հասնում, անգամ եթե ոտքերը Ես ձեր տեսանյութը ուղղարկել եմ։ Հիմա արդեն մեր IT մասնագետը կմիացնի վիրտուալ ակնոցները, Էդգար ջան, խնդրում եմ միացրու։ Հանում եմ ոչ վիրտուալը։ Հանում եք ոչ վիրտուալը, Էդգար միացրած չի։ Նպատակը մի քիչ։ Նպատակը նայեք, նպատակը ինչումն է, հաշմանդամություն ունեցող անձը կանգնում է սարքի վրա, արդեն ձեռքերի օգնությամբ ինքը կատարում է քայլքի իմիտացիա, մի հատ արեք։ Ոնց որ մարզասարքերի վրա։ Այո, նայեք բոլոր հոդերը աշխատացնում է, մոտավորապես քայլքի ինքը այդ իմիտացիան է իրականացնում, թողեք, հիմա իրավական սենսորներ, որոնցով ինքը միանում է վիրտուալ միջավայրին։ Վիրտուալ միջավայրում մենք արդեն ստեղծել ենք միջավայրը, որտեղ ինքը տեսնում է, որ ինքը քայլում է։ Իր այս շարժումները ինքը տեսնում է, որ ինքը քայլում է, կատարում է գործողություններ, որը որ ուղեղի նյարդային կենտրոններում
ինքը նոր նեյրոնային կապերն է նորից ձևավորում, հա, այսպես ասած։ Կարող եմ խնդրել, ես ձեզ վրա բարեմ, կամերոն մինչև կմիանա, հա։ Մի քիչ ես կոնվոր կա, ուղղակի հա։ Դավիթ ջան, դե ասա։ Ինչ է։ Միասին խնդրում ներկայացրեք, հա։ Դավիթ ջան, ինչ է։ Մինչև հետո ես արդեն կցուցադրեմ ինձ վրա։ Այս սարքը իրականում մի քանի տարբեր բնույթի վնասումներից հետո ռեաբիլիտացիայի վերականգնման ժամանակագիր է արվում։ Իդեպ հենց անցած շաբաթ տարել ենք նաև Դուբայ, այնտեղ արդեն մեր ներկայացուցիչ գործընկեր կազմակերպություն ենք, ուրեմն գտելում հետ համագործակցում եւ նրանց միջոցով շուրջ 20 վերականգնական կենտրոնների հետ հանդիպումներ ենք ունեցել, ովքեր հետաքրքրված են այս սարքը։ Դուբայի շուրջ 20 կազմակերպություն։ Դուբայի եւ Աբու Դաբի, Իսպանիայի, բայց իրանք նաեւ այլ տարածքներում էլ ներկայացություններ ունեն եւ սրա ամբողջ իմաստը նպատակը նրանում է, որ մենք կարողանանք սա արտահանել արտաքին շուկա եւ Հայաստանի համար դա հասանելի լինի անվճար տարբերակով մեր զինվորների, հիմնական զինվորների համար։ Մեր զինվորները կօգտվեն սրանից անվճար տարբերակով, իսկ դրսում փորձեն վաճառ կազմակերպել։ Ռեալմենիայով ծրագիր կա դրամահավաքի, որով այս պահին գնում է ընթացքի մեջ է եւ մարդիկ նվիրատվություններ անում, էլի համերգներ են կազմակերպում, տարբեր կարգի դրամահավաքներ, որ նվիրատվություն արվի այս դեպքում եւ ուրեմն մետագետեր կունենան զինվորական հաշմանդամները, ինչպես նաեւ երեխաներ մանկական Ես կարծում որ շատ շնորհակալ աշխատանք են անում, հայտնի նվիրյալներ են, երկու Դավիթները, որոնց բոլորը ճանաչում են, որտեղ բազմաթիվ վիրավորների ոտք են կանգնեցրել։ Հիմա արդեն փորձենք գործողության մեջ ներկայացնել, լավ։ Հիմա դուք հայտնվել եք վիրտուալ միջավայրում, Էդգար ես չեմ բացատրել մարմնով մի հատ Ինչ եք տեսնում։ Ես տեսնում եմ ուրեմն դահուկորդների հերվում տնավ ձյուն է գալիս։ Հետ գնայեք, եք։ Այո, տեսնում եմ։ Տեսեք։ Ձեր թիկունքը մեջը, ձեր ռույնն ասենց ասած։ Այսինքն խաղի մեջ աչուձախ թեքումները այսպես է կանել։ Իրանի թեքումները արագություն այսպես է հավաքում խաղի մեջ։ Ինչպես Սենց քայլով ոտքերը շարժելով արագություն է հավաքում աչուձախ մեջքով։ Հիմա ես փաստորեն դիսալ եմ արդեն։ Հա, հեսա ես ձեզ քիչ ասնեմ, ստանդարտան։ Ես հիմա ձյունի մակարդակից մի փոքր վերև եմ, օդի մեջ։ Ես նկարագրեմ իմ զգացողությունները։ Հիմա սխմում եմ ու սկսում ենք։ Շատ։ Գնացինք։ Հայտնվեցի ձյան վրա, հիմա վազոտ դահուկորդների մոտ եմ, պիտի թեքեմ հակառակողությամբ երևում։ Հասկացա։ Քշեք, միջավայր այդ կամարները որ տեսնում եք, դրա միջով անցեք։ Այս պահին ես դեռ պահու շրջան եմ կատարում տնօրենների մոտ, հիմա մոտեցա ստարտին ու այսպես։ Ու գնում արդեն կամարներով գնացեք։ Հասկացա։ Հա, շատ տպավորիչ է իհարկե, շատ տպավորիչ է։ Մի անգամ էլ պատտվեմ։ Ես ընդհանրապես խաղերի բան չունեմ, բայց դա ու քշելու փորձ ունեմ փոքր։ Հա, հիմա հայտնվեցի դահուկորդների միջև։ Շատ տպավորիչ է եւ իմ կարծիքով ինքը ստիմուլյացիա է անում։ Այո։ Սա է խնդիրը, որ ամբողջ խնդիրը։ Ամբողջ աղեղը, այդ ռեֆլեկտոր աղեղը գործի, ուղեղից կերչույթներին փոխանցվի, հա։ Մի քիչ երևի այդ ֆիզիոլոգիական կողմը բացատրեք, Դավիթ ջան։ Ֆիզիոլոգիական կողմը ամբողջ իր իմաստը, որպեսզի մենք կարողանանք այդ գլխուղեղի վնասված կենտրոնները նորից, այսպես ասած, ակտիվացնել։ Հաշմանդամության են մոտավորապես զարգանում 30 կարգի հիվանդություններ, որը որ այս սարքը կանխարգելում է, հա, բարելավում է իր ամբողջ իմաստը եւ հնարավորինս ինքը կարող է իրականացնել վերականգնում, ասեմ որ աշխարհում նման սարք չկա, հետաքրքիր է, հա։ նման սարք չկա,
առաջինն է, մենք նաև կարող ենք այնպես անել, որ հաշվանդամություն ունեցող անձիկ իրանք ամեն մեկ իր տանը գտնվելով միևնույն ժամանակ հայտնվել միջավայրում, եւ միջավայրում, այդ միջավայրում շփվեն, խաղան, մրցան, զբոսնեն, այսինքն հենց վիրտուալ մետա աշխարհում իրենք կարողանան վերականգնողական վարժություններ անել։ Ինձ մոտ է շնորհակալություն հայտնել վստահության համար եւ խորապես շնորհակալ եմ նաեւ մեր սիրելի Դավիթներին իրենց նվիրումի համար, շատ մեծ աշխատանքի համար։ Կարծեմ 16 թվից է սկսած եք, չէ՞, զբաղվում զինհաշմանդամներով եւ քիչ առաջ լսել եմ մի հայտնի դեռ անհայտ success story-ի մասին, հուսով եմ շուտով իրենք առիթ կունենան հասարակության ներկայացնելու։ Շնորհակալ ենք։ Կարծում եմ դեռ կհանդիպենք։ Ցտեսություն։